Գյումրին այսօր կրկին կանգնած է իր ցավի ու անանց հիշողության առաջ։ Դեկտեմբերի 7-ին քաղաքի բոլոր եկեղեցիներում հնչում է աղոթք անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար։ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, մարզային իշխանության ներկայացուցիչներ, իդեմս Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի, համայնքների ղեկավարներ ու հավատացյալներ։ Մեծ խոնարհումով նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին, իրենց հարգանքն ու ցավակցությունն արտահայտելով աղետի անմեղ զոհերի հիշատակին։ Ամենածանր օրերից մեկն է եւ դերևս ոչ միայն Գյումրիում, այլ Հայաստանի ամբողջ տարածքում չկա ոչ մի ընտանիք, որը որ իր վրա այդ ցավը չի զգացել եւ բարեկամ կամ հարազատ չունի, որը որ չի դժել այդ երկրաշարժից։ Ես իմ բարեկամները օրինակ Վանաձորում են դժել մի խոսքով այս էջն է, որը որ ամենասև ձևով մեր պատմության մեջ մնացել է։ Հուսանք, որ հետևանքները մենք վերջնականապես կվերացնենք եւ գիտենք, որ հիմա արդեն շատ տարիներ է անցել, բայց այնուամենայնիվ հետևանքներ կան։ Ինչպես պետք է վերացնենք այդ հետևանքը, ամենակարևորը դա է մարդկային ցավն էլ, մարդկային հիշողությունն էլ մաքրել չի լինի։ Այո, 37 տարի անց այսօր այստեղ ենք հավաքվել բոլորս, որպեսզի խոնարհում եւ մեր հիշատակը մատուցենք մեր անմեղ զոհերին։ Ես ճիշտ է օրը սգո եւ հիշատակի օր է, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ, որ բոլորս միասին ֆիքսենք, որ երկրաշարժից 37 տարի անց Գյումրին ծաղկում է, Գյումրին ժպտում է, Գյումրին շնչում է, Գյումրին այո վերակենդանացել է եւ ես վստահ եմ, որ գնալով ել ավելի լուսավոր ու պայծառ ապագա է սպասվում մեր քաղաքին։ Երկրաշարժից հետո մնացած ամենամեծ ու ցավալի հետքերը հենց տնակներն են, տնակային թաղամասերը եւ ամենաառաջնային լուծելի հարցը մեր տնակային թաղամասերում ապրող մարդկանց խնդիրներն են եւ նորից դուք իրավասու եք, որ կառավարությունը 24/7 ռեժիմով ջանք ու եռադ չի խնայում, որպեսզի շատ արագ Գյումրին ազատվի տնակներից եւ ես վստահեցնում եմ, որ դա իրականություն է դառնալու ու ժամկետներ էս պահին չնշեմ։ Շիրակի մարզպետը նշեց, որ Գյումրիում ավելի քան 2000 տնակ կա, որոնցից մոտ 450-ը դեռ ծառայում են որպես 1988 թվականի աղետալի երկրաշարժի կենդանի հիշեցումներ։ Մնացածը ձևավորվել են տարբեր սոցիալական ու տնտեսական պատճառներով։ Չնայած վերջին 37 տարիներին իրականացված ծրագրերի, տնակների խնդիրը շարունակում է մնալ քաղաքի ամենացավոտ հարցերից մեկը, սակայն կառավարությունից նշում են, որ 2027 թվականին Գյումրին ընդհանրապես տնակներ չի ունենա։ 37 տարի անց խոնարհվել բոլոր մեր զոհերի հիշատակի առաջ, արավիշկեր, որը ցնցեց ամբողջ Հայաստանը, նաև ամբողջ աշխարհը, եւ Գյումրին եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը վերհառնելու մասին է, ինքը նորից ապրելու մասին է եւ գյումրեցին շարունակում է ապրել ու զարգանալ ու ուրախանալ բոլոր այդ դժվարությունները հաշվի առնելով։ Շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանք տանել։ 25 թվականին 7 քաղաքացիներ ՊԳՎ են ստացել անօթևանների կարգավիճակ ունեցող, եւ այդ աշխատանքները շարունակվում են։ Մենք գոհ ենք արդյունքներից, բնականաբար ոչ, որովհետեւ դեռ ունենք անօթևաններ, որոնք տնական պայմաններում են ապրում, ժամանակավոր տնական պայմաններ, որոնք 37 տարի արդեն ժամանակավոր են համարվում։ Աշխատանքները տարվում են, որպեսզի կարողանանք այդ խնդիրը հիմնավին լուծել։ Ցավոք 37 տարի անց դեկտեմբերի 7-ին մենք նորից անօթևան պարն ենք արտաբերում։ Գյումրին այսօր ապրում է, շնչում, քայլում առաջ, ցավը վերածելով տոկունության, իսկ երկրաշարժի զոհերի հիշատակը փոխանցվում է սերնդեսերունդ, որպես խոստում ու պատգամ, ապագան կառուցել ավելի ապահով, ամուր ու վստահ հիմքերի վրա։ Սյուզաննա Խառատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։